Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով, այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը, նշելով, որ դատարանը միայն վերացրել է Արշակ Սրբազանի քրոջ երեխաների հետ հանդիպման արգելքը։ Սրբազանին մեղադրում են 8 տարի առաջ իբր վեհապարի դեմ ակցիա իրականացրածներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց տեղադրելու համար, իսկ այդ թմրամիջոցը հիմա չկա։ Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի արյան ճնշումը վտանգավոր բարձր է, բժիշկներն ասում են, կա սրտի հանկարծակի կանգի վտանգ։ Փաստ-ինֆոյի հետ զրույցում վերջինիս կինը Լինդա Էուլջեքչյանը հայտնել է, որ ունեն թե բժշկական, թե սոցիալական օգնության կարիք։ Բաքվում մնացած մեր մյուս գերիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավարությունն Ադրբեջանում շարունակվում է, հերթական նիստը նախատեսված է փետրվարի 5-ին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի դատախազները պահանջել են ընդհուպ ցմահ ազատազրկում։ Հայաստանում իր պաշտոնավարումն է ավարտել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։ Նրա հետ այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նշենք, որ առաքելությունը կշարունակի իր գործունեությունը, իսկ թե ով կլինի նոր ղեկավարը հայտնի չէ։ Ապրիլից մեծ հավանականությամբ հայկական ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից, այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, վստահեցնելով, թե էներգետիկ համակարգում խնդիրներ չեն առաջանա։ Հայաստանն ակնկալում է ռուսական կողմի աջակցությամբ վերակառուցել Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիները։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հայտնել է, որ այս ուղղությամբ բանակցություններ են տարվում Ռուսաստանի հետ։ Կենտրոնական բանկը չունի վերլուծություն, թե Հայաստանի ապաշրջափակումը արդյոք երկրում կարող է գնանկման բերել, քանի որ այդ ճանապարհով բերված ապրանքների քանակը և ծավալը բավականին սեղմ են ու սահմանափակ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահը առայժմ որոշում չունի խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձևաչափի մասին։ Լրագրողների հարցերին ի պատասխան Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ միավորվելու ցանկություն ունեն, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է։ Ամերիկայի կաթոլիկների կազմակերպության The Aleko պարբերականն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցին, նկատելով, որ կաթոլիկ և հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևոր առաջնորդներ Հռոմի Պապ Լևոն 14-րդին կոչ էին արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա հայ բանտարկյալներին ազատելու համար։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա։ Փաստ-ինֆոն տեղեկացավ, որ պատվիրակության շարքում են ԿՊԱ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հասմիկ Հակոբյանը։